Если они не вкусные, значит не должен, значит. Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք կրկին ավել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում ենք, որտեղ եւս մեկ խաղային շաբաթ մեկնարկեց, այո, շատ հետաքրքիր հանդիպման Լեռնային Արցախում դեմ Չելսի Էլիզլիգան ներկայացնող երկու ակումբներ են մրցում միմյանց դեմ այս րոպեներին խաղադաշտում, ինչը նշանակում է, որ մեզ իսկապես կատաղի 50 րոպեներ են սպասվում, երկու թիմերն էլ շատ լավ մրցաշրջան են մեկնարկել ու տեսնենք այսօր արդեն ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն։ Մեզ անմիջապես Չելսին գրոյի անցնում ու Պապիկյանը կարող էր հենց մեկտարկում բացել հանդիպան հաշիվը, սա առաջին վտանգավոր պահներ առաջին իսկ րոպեի դրությամբ, այո, դեռ մեկ ամբողջական րոպեն էլ չէր լրացել, երբ Պապիկյանը հայտնվեց արվածային գոտում, անկյունայինը տեսնենք հենց նա է իրանցնում, կա փոխանցում եւ Չելսին բավական վտանգավոր է մեկտարկել այս հանդիպումը, հիմա էլ մի փոքր բարձր է ստացվում Չելսի ֆուտբոլիստը Ժորա Հակոբյանի կատարած հարված այս իրավիճակում ու տեսնենք հիմա արդեն Լեռնային Արցախի ինչով կփորձի պատասխանել, այո, Չելսին շատ ագրեսիվ մեկնարկեց այս հանդիպումը, Սարիսկայինը եւ խնդրեմ այս ակտիվությունը Չելսի տալիս է իր արդյունքը, Գրիշա Գրիգորյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է։ Գրիշա Գրիգորյան 1-0 Չելսին, այո, երկրորդ րոպեի դրությամբ, բայց շեշտը ամբողջական երկու րոպեները չէին լրացել, երբ կարողացավ հաջողության հասնել այս ակտիվությունը, որը հենց մեկտարկում այն ակտիվությունը, որը առաջարկեց Չելսին Լեռնային Արցախին, տալիս է իր արդյունքը, ունենք առաջին դարպասի գրավումը, նույնիսկ թիմերի հայտարարությունները չներկայացեցի, երբ Գրիգորյանը բացեց այս հանդիպան հաշիվը, դա կանեմ հիմա ու սկսենք Լեռնային Արցախից դարպասը պաշտպանում է Սերգեյ Ասրյանը, համար 1 Արթուր Աբրահամյան 3, Արսեն Ուլուբաբյան 4, Ալեն Սարգսյան 5, Հարություն Մանկասարյան 8, Կամո Մանկասարյան 9, Արսեն Սարգսյան 10, նա թիմի ավագն է, Արսեն Հարությունյան 17, Միքայել Արաքելյան 20, Նիկոլայ Ամբարձումյան 22, Տիգրան Ամբարձումյան 23 եւ Արամ Կոստանդյան համար 77։ Ասատրյանն է գնդակով այս գրոհն էլ տեսնենք բարձից փոխանցում ու Իսրայելյանը փորձեց կիսա շրջադարձ հարված կատարել, այո, այստեղ ամեն դեպքում Ուլուբաբյանը խանգարում էր ու թույլ չտվեց Իսրայելյանին ամբողջական հարվածը նպատակակետին հասցնել եւ եզից միայն կնետեն հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Ծանոթանանք նաեւ Չելսի հայտարարչակետ Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ժորա Հակոբյան 5, Վովա Խալափյան 6, Գրիշա Գրիգորյան համար 7, նա այս հանդիպան միակ կպած գնդակի հեղինակն է։ Արմեն Ասատրյան համար 8, Գյորգի Իսրայելյան 9, Ժիրայր Պապիկյան 10, նա թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Երիկ Հարությունյան 17, Սմբատ Պողոսյան 20 եւ Տիգրան Չուխաջյան համար 77, սա էլ Չելսի հայտարարչակն այս հանդիպանն հետ կապված։ Ստանդարտ են խաղարկում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այո, իսկապես շատ արագ Չելսին կարողացավ բացել այս հանդիպան հաշիվը ու տեսնենք Արցախի պատասխանը արդեն ինչպես է լինելու բաց թողած գնդակից հետո։ Այս պահին մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է մինչ այս հանդիպումը ես ներկայացնեմ Լեռնային Արցախի 7 հանդիպումից հետո 18-ը միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում
Այո, Լեռնային Արցախը 6 հանդիպում է անցկացրել, հիմա Սարգսյանի փորձը, բայց փակվեց Արսեն Սարգսյանի կատարած հարվածը Չելսի պաշտպանության կողմից, Կոստանդյան երկրորդ տեմպով կգրոյի Լեռնային Արցախը, տեսնենք Մանգասարյան դեպի Առաքելյան ուղարկեց գնդակը, կա փոխանցում, բայց Արսեն Ասատրյանն էլ այստեղ է հասնում հեռացնել գնդակ, այո, Լեռնային Արցախը 7 հանդիպումից հետո 18 միավոր ունի, 6 հաղթանակ, 1 պարտություն, այդ պարտությունն էլ տեխնիկական պարտություն գրանցվեց Լեռնային Արցախի անվան դիմաց, այո, Վիլյարեալի դեմ հանդիպումը չկայացավ ու Լեռնային Արցախը կրեց այդ խաղում տեխնիկական պարտություն, միակ պարտությունը Լեռնային Արցախի իսկ այս պայն 100% արդյունքով հիմա շատ վտանգավոր փոխանցում էր դեպի Չելսի Տուգանային հրապարակ, բայց Էրիկ Պողոսյանը առանց խնդիրների կարողացավ վերցնել գնդակը, հիմա էլ փորձ Չելսից, բայց չստացվեց։ Այո, այս պայն Վիլյարեալը 8 հանդիպումից հետո 24 միավորով գլխավորում է Էլիտ լիգան, 10 հանդիպումից հետո Կադիսը ունի նույնքան միավոր եւ երկրորդն է մրցաշարային աղյուսակում, այո, Վիլյարեալի հետ հավասար միավորներ ունի Կադիսը այս պայն, բայց երկու հանդիպում ավել է անցկացրել Կադիսը, դեռ Վիլյարեալի այս բաստողած հանդիպումները պետք է անցկացնեն, որ ամբողջական պատկեր կստանանք Էլիտ լիգայում։ Այո, Լեռնային Արցախը 3-րդն է, Չելսին ներողությունը, Մանչեսթեր Սիթին 4-րդը 18-ական վաստակած միավորներով, Սիթին էլ ունի 9 հանդիպումից հետո նույն 18 միավորը, այնպես որ շատ խառն է ստացվել մրցաշարային աղյուսակում, պատկերը Գրիգորյան ստացվեց հեռացնել գնդակը ու դա փոխանցում էր Պապիկյանի համար, իսրայելյան կա Պապիկյանի տարբերակը, բայց այստեղ իսրայելյանը չփոխանցեց, հետո էլ կորցրեց գնդակը, ճիշտ է եզրային նետում ամեն դեպքում Չելսին իրականացնի, բայց այդ վտանգավոր հակագրող այլևս չի սպառնում Լեռնային Արցախի դարպասի ուղղությամբ։ Չելսին էլ այս պայն 16 միավորով գտնվում է Էլիտ լիգայի 7-րդ հորիզոնականում, ունի անցկացած Չելսին 9 հանդիպում եւ իր ակտիվում ունի գրանցած 16 միավոր։ Այո, այսօր հաղթանակի հասնելու դեպքում Չելսին պատկերացնում է թիմերը ինչ խիտ են դասավորվել մրցաշարային աղյուսակում, որ 7-րդից մինչև 3-րդ հորիզոնականը տեսվաղեցած ակումբներին բաժանում է ընդամենը 2 միավոր, փաստացի եթե այսօր հաղթում է Չելսին միջև իր մրցակիցների հանդիպում անցկացնելը ժամանակավորապես վեր կբարձրանա միջև 3-րդ հորիզոնականը, այսպիսին է պատկերը Էլիտ լիգայի այս խաղարկությունում, երկար փոխանցում ենք տեսնում առաջ, այստեղ էլ փակեց Ուլուբաբյանը, բայց Չուխաջյանն թույլ չի տալիս, իսկ հիմա Արսեն Սարգսյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-0 շահ չպահանջվեց Լեռնային Արցախից պատասխան գնդակ հեղինակելու համար։ Արսեն Սարգսյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է, այո 5 րոպե պահանջվեց Լեռնային Արցախից պատասխան գնդակը հեղինակելու համար ու հաշվի հավասարությունը վերականգնելու, հիմա Չելսին նորից ակտիվացավ փաստողած գնդակից հետո Պապիկյան, բայց այստեղ չստացվեց Պապիկյանի մոտ շրջանցում իրականացնել եւ հիմա արդեն Լեռնային Արցախի փորձի գրով սկսել Մանգասարյան դեպի ետ, այո չկային տարբերակներ ստիպված եղավ այսպես վարվել եւ հիմա արդեն խորքից Լեռնային Արցախը ձախ եզրով է փորձում եւս մեկ գրով սկսել, բայց այստեղ Չելսին շատ արագ կարողացավ գնդակի խլում իրականացնել, Գրիգորյան դեպի Ասատրյան ու մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը Արսեն Ասատրյանի համար։ Ասարյան շատ լավ նկատեց ցախ եզրում գտնվող խաղանկերոջ ու կատարեց այս փոխանցումը Սարգսյանն է գնդակով։ Տեսնենք ինչ շարունակություն է մտածում Արսեն Սարգսյանը, բայց այստեղ Չուխաջյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ եզրային նետումներ կլինի Չելսին։ Օստանձյան դեպի առաջ, այստեղ Հակոբյանն է առաջինը արձագանքում գնդակին։ Բայց ամեն դեպքում այո եզրային նետում իրականացնելու են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Մանգասարյանն է նետում եզրից դեպի Սարգսյանը դեպի կենտրոն Արամ Կոստանդյանի ուղղությամբ, հեռվից գուցե փորձի Կոստանդյանը, ոչ սա փոխանցում էր ու Հարությունյանը փակեց գնդակի ճանապարհը եւ հակագրոյի հնարավորություն է ստանում Չելսին Պապիկյան, կա ձախից Հարությունյանը, կա փոխանցումը մի փոքր թույլ էր, Գրիգորյանն էլ ավելացրեց, բայց շեղությամբ ստացվեց Գրիշա Գրիգորյանի այս հարվածը։
Այո, շատ ակտիվ են երկու թիմերն էլ գործում, հատկապես հարձակման գոտում, հատկապես գրո եզրափակիչ մասերում, բայց առայժմ թիմերից յուրաքանչյուրին մեկական անգամ է հաջողվել հաջողության հասնել այս խաղում։ Խոսքս Գրիշա Գրիգորյանի եւ Արսեն Սարգսյանի դրվագների մասին է, որտեղ ֆուտբոլիստները կարողացան անկասելի հարվածներով մեկը բացել, մյուսը հավասարեցնել հանդիպան աշիվ ու հիմա արդեն տեսնենք ժամանակի ընթացքում թիմերը ինչպես կօգտագործեն իրենց ընձեռնված հնարավորությունները։ Իսրայելյան շատ լավ ընդունեց գնդակը, շարունակություն է այս գրոյին հարկավոր, Իսրայելյան փակվեց այստեղ փոխանցման ճանապարհը, ճիշտ է մնում է գնդակը Չելսիի մոտ Հարությունյան, բայց այստեղ այո Մանգասարյանը ընկած դիրքից նույնիսկ միջև վերջ պայքարեց ու թույլ չտվեց առաջին հնարավորությունից Հարությունյանին փոխանցել, բայց այս փոխանցումն էլ ուղիղ Ասրյանի ձեռքերին բաժին ասավ եւ նորից կորցրեց Լեռնային Արցախը գնդակը Չելսին սկսելու է խորքից Չուխաջյան դեպի աջ Իսրայելյանի ուղղությամբ կրկին Չուխաջյան Հարությունյան ու դեպի Դարպասապա Պողոսյանն է գլորում գնդակը Հարությունյանը երկար փոխանցում էլ այստեղ ենք տեսնում, բայց Կոստանդյանը լավ մնաց ոտքերի վրա Պապիկյան Հարությունյան կա Արսեն Ասատրյանը ստացավ Ասատրյանը գնդակը ու շարունակություն է հարկավոր այս գրոյին, բայց Ասատրյանի հարվածը բավական բարձր ուժեղ ստացվեց, այո կար տարբերակ իհարկե գնդակը Գրիգորյանին հասցեակելու, սակայն այստեղ որոշեց Ասատրյանը ինքը եզրափակելու ուժեղ ստացվեց Արսեն Ասատրյանի հարվածը։ Հիմա նորից Լեռնային Արցախն է անցել գրոյի Մանգասարյան, բայց այսքանով էլ ավարտվեց Լեռնային Արցախի այս գրո եւ հիմա Չելսին նորից ստիլում է գնդակին Հակոբյան դեպի Չուխաջյան ու ավելի ետել Չուխաջյան ուղարկեց Պողոսյանին, ուժեղ փոխանցում առաջ կհասցի, այո գնդակը Ասատրյանին, Արսեն Ասատրյան, տեսնենք ինչ որոշում է մտածել, կրունկով դեպի Պապիկյան ուղարկեց գնդակը Ասատրյանը Պապիկյան սա հարված էր ավելի շուտ ոչ թե փոխանցում, իհարկե հասկանալի էր, ամեն ինչ ակնհայտ էր եւ Ասրյանը վերցրեց գնդակը Մանգասարյան դեպի կենտրոն, Կոստանդյանը արդեն միացել է գրոյին ու շարժվում է առաջ կենտրոնով, թողեց գնդակը Արսեն Սարգսյանին։ Սարգսյան սայլը հարված ստացվեց ու Լեռնային Արցախը արդեն առաջ է հասնում աշվի մեջ, Արամ Կոստանդյանն է հիմա էլ հասնում հաջողության 2-1 դարձնելով այս հանդիպան աշիվը։ Շատ հազվադեպ է Կոստանդյանը միանում գրոհներին, բայց այսպես միացավ ու գրավեց Չելսիի դարպասը 2-1 դարձնելով այս հանդիպման աշիվը։ Հիմա արդեն այս խաղում առաջին անգամ Չելսին հայտնվեց բարդողի կարգավիճակում համապատասխանաբար Լեռնային Արցախն էլ հաղթողի ու տեսնենք այս իրավիճակում հայտնված Չելսին արդեն իսկ փորձի առաջարկել մրցակցին, այո Լեռնային Արցախը այդ մեկ տարկում այդ շոկային մեկ տարկից հետո լավ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից եւ խնդրեմ Կամո Մանգասարյան 3-1 շատ չի պահանջում Լեռնային Արցախից եւս մեկ գնդակ հեղինակել։ Երեքբեք դարձավ հանդիպան աշիվը, հիմա էլ Կամո Մանգասարյանը գրավեց Չելսիի դարպասը Հարություն Մանգասարյանի կատարած փոխանցումից հետո ու հիմա արդեն շատ ավելի ու ավելի բարդ իրավիճակում է հայտնվում Չելսին, քան Լեռնային Արցախն էր հենց մեկ տարկում բաստողած գնդակից հետո։ Այո, շատ լավ կարողացան Լեռնային Արցախի ֆուտբոլիստները վերականգնվել, այսպես ասենք ու արդեն մեկը մյուսի հետևից գրավեցին Չելսիի դարպասը 3 անգամ անցած 13 րոպեների ընթացքում Սարգսյանը հիմա կարող է ավելի մեծացնել առավելությունը, բայց Սարգսյանի հարվածը շեղության ստացվեց այստեղ, այո, շատ մոտ էր Լեռնային Արցախը 4 գնդակ է հեղինակելուն, պատկերացնում եք եթե հիմա էլ կարողանա Լեռնային Արցախը հաջողության հասնել, իհարկե սա կարող էր աններելի լինել Չելսիի համար արդեն, կարող էր շատ մեծ պատիժ հանդիսանալ, այո Չելսին այնպես չէ որ այս ամենի մեջ իհարկե միտումնավոր է հայտնվել, այսպես ասած Չելսին շատ արագ բացեց աշիվը Մանգասարյան, հիմա այս գրով տեսնենք այստեղ կար այո խախտում,
Կամո Մանգասարյանի դեմ պայքարում Հարությունյանը խախտեց խաղի կանոնները, Չելսին շատ արագ հեղինակեց, բայց առավելությունը պահպանել համենայն դեպս այս անցած րոպեների ընթացքում չստացվեց ազնվականների մոտ ու Լեռնային Արցախն իր հնարավորությունները շատ լավ օգտագործեց։ Ու հիմա ստանդարտը տեսնենք թիմի ավակ Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ։ Տեսնենք ուղիղ հարվածք է հետևի, թե սա խաղարկում է, Սարգսյանը մոտենում է հարվածում ու եթե չեմ սխալվում Մասատրյանը պահեց Արսեն Սարգսյանի հարվածի ճանապարհը մնում է գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի մոտ եւս մեկ գրո Ալեն Սարգսյան, բայց այստեղ արդեն ուժեղ ստացվեց Սարգսյանի փոխանցումը, չնայած Մանգասարյանը հասնում է այս գնդակին, հարվածում է Մանգասարյանը, այստեղ էլ Մանգասարյանի հարվածը փակվեց ու հիմա կարող է հակագրոհել Չելսին Պապիկյան, բայց այստեղ կորցրեց, հետո նորից կարողացավ Չելսին վերը կանգնել գնդակը Հակոբյան։ Երկար փոխանցում Արմեն Ասատրյանն է միացել գրոհին, կա փոխանցում դեպի Արսեն Ասատրյանը, նորից Արմեն Ասատրյանով է հարվածելու, ոչ ոք այդպես էլ չհարվածեց ու ընկավ Չելսի այդ վտանգավոր գրոհի տեմպը, բայց երկրորդում Սմբատ Պողոսյանը աչից միացել է գրոհին, հարվածում է ուշեղությամբ է ստացվում այլ Պողոսյանի կատարած հարվածը։ Սարգսյան երկար փոխանցում Էրիկ Պողոսյանը դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին Պողոսյան թողեց Չուխաջյանին դեպի կենտրոն, բայց նորից սխալ Չելսի գործողություններում ու հիմա Լեռնային Արցախը փորձում է գրոհի անցնել, կարայո ձեռքով խաղ այստեղ Չելսի ֆուտբոլիստի կողմից։ Դե հիմա բնականաբար արդեն Լեռնային Արցախը չի շտապում, երկար փոխանցում առաջ Սարգսյան մեկ հպումով դեպի կենտրոն Մանգասարյան, դեպի Հարություն Մանգասարյան ուղարկեց Կամո Մանգասարյանը գնդակը ու ավելի եթել Հարություն Մանգասարյանն է ուղարկում գնդակը, այո իհարկե Լեռնային Արցախը շտապելու ոչ մի տեղ այս րոպեներին չունի, Սարգսյան մի փոքր հեռու թողեց գնդակը, ճիշտ է Չուխաջյանը թիկունքից աշխատում է եւ հիմա հակագրոհի հնարավորություն է նորից ստանում Չելսին, Պողոսյանն է աչքի եզրում ընդունել գնդակը, ընկավ արդեն, այո ընկավ Չելսի հակագրոհի տեմպը Ասատրյան, նորից Պողոսյան կա կենտրոնում Չուխաջյանը, բայց չնկատեց Սմբատ Պողոսյանը խաղընկերոջը, իսկ հիմա արդեն գնդակի կորուս եւ Լեռնային Արցախը կարող էր ավելի լավ օգտագործել այս հնարավորությունը, մի փոքր նուրբ էր պետք ուղարկել գնդակը Արսեն Սարգսյանին, թե առաջին թե հիմա այս երկրորդ դրվագում, իհարկե երկու դեպքում էլ փոխանցումները շատ անհաջող ընթացան դեպի թիմի կենտրոնական արձակվող Արսեն Սարգսյան ու գրող շարունակություն չստացավ Էրիկ Պողոսյան Պողոսյան սխալ Մանգասարյան հարված է սա ու դատարկ դարպասից հեռացնում է գնդակը Չելսի պաշտպանը Ժորա Հակոբյանը, այո հիմա արդեն Ժորա Հակոբյանը փաստենք որ դարպասը անարիք, բայց այս իրավիճակում շատ մոտ է նորից Լեռնային Արցախը դարպասի գրավման, բայց դա տեղի չունեցավ Արսեն Ասատրյան թողնում է գնդակը Արմեն Ասատրյանին Պողոսյան ու կորցրեց գնդակը նորից Չելսին Ասրյանը հիմա վերցրեց գնդակը ու ուժեղ փոխանցում է կատարում առաջ Մանգասարյանը ավելացրեց գնդակի ընթացքը, բայց Հարություն Մանգասարյանին հասնել գնդակը չստացվեց այս ընթացքում։ Կարելի է արդեն խաղարկել գնդակը փոփոխություն տեղի ունեցավ Չելսիի կազմում Ասատրյանն նետեց եզրից Չուխաջյանի ուղղությամբ Պողոսյան Ստացավ Չելսի գրող շարունակություն, բայց եզրից նետելու է Չելսին Գրիգորյանն է մասնավորապես կատարում եզրային նետումը Սմբատ Պողոսյանի ուղղությամբ ու պրեսինգը տալիս է իր արդյունքը Արսեն Սարգսյան Փորձեց հարվածային գոտի դուրս բերել Մանգասարյանին, բայց իհարկե փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, իսկ հիմա արդեն ձեռքով խաղաց Արսեն Ասատրյանը եւ ստանդարտ է լինելու Չելսի դարպասը տանող Ինչա
Փառքես Լեռնային Արցախը գնդակը Արսեն Սարգսյան Սարգսյան պահում է գնդակ ու վաստակում եզրային նետում այո առավելագույն ինչը կարողացավ անել Արսեն Սարգսյան այս իրավիճակում արեց իհարկե շատ բարդ անկյունում էր հայտնվել ու շատ լավ կարողացավ վարվել գնդակի հետ Օստանձյան առաջինն է արձագանքում գնդակին և գնդակը կլինի Չելսի ֆուտբոլիստերինը Պապիկյան ուժ է ստացվեց Պապիկյանի կատարած այս փոխանցում ու արդեն Լեռնային Արցախը ներդելու է եզրից Կատարված է եզրային նետումը Արմեն Ասատրյանը Այսեղ լավ գործեց, ճիշտ դիրքում էր ու հիմա Չելսին խորքից է փորձում գրոյի անցնել Պողոսյան Գրիգորյանին ուղարկեց գնդակը Գրիգորյանն դեպի Չուխաջյանը ու գուցե հիմա սրի Չելսին գրով Պապիկյան Սա փոխանցում էր, որը ոչ ոք չարձագանքեց Չելսիից ու հիմա փոխարենը հակագրո Լեռնային Արցախից Մանգասարյան Արսեն Սարգսյանին է բաժինացնում գնդակը, իսկ այս փոխանցումը Գրիգորյանը կարողանում է փակել այո շատ վտանգավոր ու վարկյանական են ստացվում թիմերի հակագրողները նետելու է եզրից Լեռնային Արցախը Մանգասարյան թողեց գնդակը Արսեն Սարգսյանին նորից Մանգասարյան ու արդեն եզից կնետեն Արցախի ֆուտբոլիստները Օստանձյան դեպի աչ է գլորում գնդակը Ասրյան խաղարկում է առաջան Լեռնային Արցախի կիսադաշտում Ասրյանի երկար փոխանցում ու Արմեն Ասատրյանը պաշտպանության կենտրոնում էր ուղարկեց գնդակը թիմի ավակ Ժիրայր Պապիկյանին գուցե Պապիկյանը որևէ բան առաջարկի հարձակման գծում լավներ անցումը Պապիկյանի շարունակություն է հարկավոր դեպի կենտրոն Օստանձյանը հեռացեց ամեն դեպքում գնդակը այո Եզրային իրականացված է, բայց այսքանով ավարտվեց Չելսի գրոյի փորձը Սարգսյան Մանգասարյան պետք է տեղափոխել գնդակը իհարկե արդեն կար խաղի կանոնների խախտում Մանգասարյանի դեմ պայքարում Եթե հասցներ Կամո Մանգասարյանը նկատեր աչ եզրում գրոյի միացած խաղանկերով չափը արդեն իհարկե ինքներդ լավ եք հասկանում Լեռնային Արցախի այս գրոյին շարունակություն կստանալ, եթե չեմ սխալվում, Հարություն Մանգասարյանն էր այո աչ եզրում գտնվում, բայց խախտեցին խաղի կանոնները Կամո Մանգասարյանի դեմ պայքարում ու հիմա արդեն Դուգանային հարված է վաստակել Լեռնային Արցախը Եվ տեսնենք Արսեն Սարգսյանի այս փորձը ինչպես է ստացվելու Կա մրցավարի Սուրիչը Սարգսյանը մոտենում է գնդակին, Սարգսյանը հարվածում է դարսպասին, շատ վտանգավոր հարված էր ու ամեն դեպքում միջև Էրիկ Պողոսյանի միջամտելը Չելսի պաշտպաններից, եթե չեմ սխալվում Չուխաջյաններով, փակեց այս կրակոտ հարվածի ճանապարհը, անկյունային է վաստակել Լեռնային Արցախը
տեսնենք այս անկյունային արդեն ինչի է վերածելու Լեռնային Արցախը Սարգսյան բարձից փոխանցում Մանգասարյանն էլ արված է շատ վտանգավոր իրավիճակ, որը կրկին առաջացրեց Լեռնային Արցախը Չելսիի տուգանայինի մատույցներում, բայց շարունակություն այդպես էլ ստացավ վտանգավոր շարունակություն տեղի չունեցավ այս իրավիճակում, այո Մանգասարյանի հարվածը շեղությամբ ընթացավ Պապիկյան Կորցրեց գնդակը այստեղ Պապիկյանը, Սարգսյան լավ խաղարկում էր ու այո հանգստացնում է Արսեն Սարգսյանը խաղը իհարկե շտապողականությունը միայն կարող է խոչընդոտ հանդիսանալ այս րոպեներին հատկապես Լեռնային Արցախի գործողություններում իսկ նրանք ընդհանրապես չունեն շտապելու ոչ մի տեղ փոխարենը պետք է իհարկե Չելսին անհանգստանա այս հաշվից Մանգասարյան աչից միանում է Հարություն Մանգասարյանը կա փոխանցում Մանգասարյան սահարված էր ու դարպասաձողից գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս այո բավական անցավ արդեն առաջի խաղակեսից 3-1 հաշվով հաղթում է Լեռնային Արցախը 2 րոպեից քիչ է մնացել հանդիպան ավարտին Սմբատ Պողոսյան բարձրեց 10 Պողոսյանի հարվածը այստեղ էլ այո առաջի խաղակեսի ավարտից ես նկատում եմ 2 րոպեից ավելի քիչ է մնացել ու այս կարճ ժամանակահատվածում եթե կարողանա Չելսին 1 գնդակ հետ բերել ապա երկրորդ խաղակեսում իհարկե ավելի Չելսին կնետվի հարցակմանը բայց անկախ ամեն ինչից իհարկե 3-1-ը դեռ այն հաշիվը չէ որը Լեռնային Արցախին հաղթանակ է պարգևել Չելսիի դեմ մրցավեճում Կարայո խաղթում այստեղ Չուխաջյանի դեմ պայքարում ստանդարտ է վաստակել Չելսին Արա խաղարկում Ասատրյան շեղ է ստացում հիմա էլ Արսեն Ասատրյանի հարված ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-1-ի օգուտ Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի կարճ դադար որից հետո կշարունակենք Ֆուտբոլիստներ մեկնարկեց Չելսի Լեռնային Արցախ հանդիպան երկրորդ խաղակեսը, այո գոլարատ առաջի խաղակես ունեցանք 4 դարպասի գրավում տեսանք առաջի խաղակեսում նախ կարողացավ Չելսին շատ արագ բացել այս հանդիպան հաշիվը Գրիշա Գրիգորյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ հետո արդեն Արսեն Սարգսյանը, Արամ Կոստանտյանն ու Կամո Մանգասարյանը խփեցին այս 3 գնդակները Լեռնային Արցախի, որի շնորհիվ 3-1 հաշվով Լեռնային Արցախը հաղթում է այս րոպեներին Չելսին։ Եկեք Նորից վերիշենք մրցող թիմերի հայտարարությունները ու արդեն անդրադառնանք ամբողջական երկրորդ խաղակեսին։ Սկսենք Լեռնային Արցախից ում դարպասը պաշտպանում է Սերգեյ Ասրյանը, Արտուր Աբրահամյան 3, Արսեն Ուլուբաբյան 4, Ալեն Սարգսյան 5, Հարություն Մանգասարյան 8, Կամո Մանգասարյան 9, Արսեն Սարգսյան համար 10, Արսեն Հարությունյան 17, Միքայել Արաքելյան համար 20, Նիկոլայ Համբարձումյան 22, Տիգրան Համբարձումյան 23 եւ Արամ Կոստանտյան 77 Էրիկ Պողոսյանը պաշտպանում է Չելսիի դարպասը համար 1 Ջորա Հակոբյան 5 Վովա Խալափյան համար 6 Գրիշա Գրիգորյան 7 Արմեն Ասատրյան 8 Գյորգի Իսրայելյան 9 Ժիայ Պապիկյան համար 10 Արսեն Ասատրյան համար 11 Էրիկ Հարությունյան համար 17 Սմբատ Պողոսյան համար 20 եւ Տիգրան Չուխաջյան 77 այսպեսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված էլ Չելսին Արսեն Սարգսյան պետք է հարվածել Սարգսյան ու մի փոքր չեղությամբ ստացվեց Սարգսյանի հարվածը անկյունային էր պահանջում այս իրավիճակում Արսեն Սարգսյանը, բայց մրցավարը հարված է Էլիկ Պողոսյանի դարպասից է նշանակել արագորեն Չելսին խաղարկել է գնդակի Իսրայելյան ու այստեղ էլ շատ համարդ պայքարում կարողացավ գնդակի խլում իրականացնել Իսրայելյանից Տիգրան Համբարձումյանը հիմա նորից նա է գնդակով դեպի ետ ուղարկեց Արսեն Ուլուբաբյանին Իսկ հիմա պարզ իրավիճակում կորցրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակ ու անկյունային իրականացնի Չելսին Խալափյան դեպի կենտրոն Մանգասարյանը հեռացեց գնդակը Գրիշա Գրիգորյան վտանգավոր էր բայց ուղիղ Ասրյանի վրա ստացվեց այս հարվածը այո Շատ լավ հարվածեց Գրիգորյանը իսկապես եթե անկյուն կարողանար ուղարկել ապա բարդ է ասել արդեն Ասրյանը կհասեր այս գնդակին թե ոչ իսկ հիմա գուցե խլի գնդակի Իսրայելյանը ոչ ամենայն դեպս նույնիսկ ընկած իրավիճակից Մանգասարյանը արեց ամեն ինչ որպեսզի հակագրոհը սպառնա իսկ հիմա դադարեցնում է մրցավարը հանդիպումը կարծես ձգեց մկանը Կամո Մանգասարյանը
Եզրային նետում իրականացած է Գրիգորյան, Հարությունյան, կա փոխանցում, բայց այստեղ Կոստանդյանն էր, Իսրայելյան Կոստանդյանի վրա ընդունեց հարվածը Պողոսյան ու Պողոսյանի հարվածն էլ բարձր ստացվեց այս իրավիճակում, այո Կոստանդյանը ողջ մարմնով փակեց այստեղ հարվածի ճանապարհ ու այդ է պատճառը կարծում եմ, որ այս պահին հանդիպանաշիվը չկրճատվեց, շատ վտանգավոր հարված էր արդեն կատարել Չելսիի արձակվողը։ Կասուլիչը Ասրյան ուղարկում է գնդակը Մանգասարյանին։ Կոստանդյան դեպի առաջ ստացվեց ուղարկել գնդակը, բայց Էլիկ Պողոսյանն է այստեղ։ Տիրում գնդակին ու ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ դեպի Խալափյանը, բայց Կոստանդյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Ես իսնետում է Չուխաջանը Հարությունյանին ու այստեղ շատ լավ գործեց Համբարձումյանը, ամենայն դեպս այդ գրոհը, որը պետք է սպառն արդեն Արցախի դարպասի ուղղությամբ չեզոքացրեց, հիմա այս մանր դատակները իհարկե միայն ու միայն ձեռնտու են Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, Չելսին գնալով արդեն կակտիվանա, գնալով Չելսին կփորձի սրել հանդիպումը, Համբարձումյան վտանգավոր գրոհի անցնում նորից Արցախը, բայց արդեն փոխանցումը ավելի ետ ստացվեց Արմեն Ասատրյան կրունկով, Խալափյան, Իսրայելյան, նորից Խալափյան, շատ լավ փոխանցում դեպի ձախ եզում գտնվող Իսրայելյան ու նորից Արամ Կոստանդյանն է ասնում հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո որքան ակտիվ են երկու թիմերն էլ, իսկապես հարձակման գծում շատ լավ են գործում, բայց իհարկե այս անգամ Արամ Կոստանդյանը թույլ չտվեց Չելսի գրող շարունակություն ստանա հենց այն ամենակարևոր պահին, երբ Իսրայելը պատրաստվում էր հարված կատարելուն, հեռացեց Կոստանդյանը գնդակը նրա ոտքերի առջևից, Մանգասարյան ու ստացվեց հեռացնել գնդակը եւ ոչ միայն հեռացում, դա կարող է փոխանցում ստացվել Սարգսյանի համար, բայց Չուխաջյանը մարմնով լավ է դիրքավորվել ու կարողանում է ուղարկել գնդակը Էրիկ Պողոսյանին, իսկ հիմա արդեն Հարություն Մանգասարյանն էլ գնացել պրեսինգ ու կարող էր խլում իրականացնել Սմբատ Պողոսյան։ Հասկացանք, թե լսենար կա, հետևը խիստ մենա։ Հարությունյան գլորեց գնդակը Արմեն Ասատրյանին, Իսրայելյան վտանգավոր է, բայց Կոստանդյանը նորից է հասնում այստեղ փակել փոխանցման ճանապարհը, եսից է նետելու Չելսին։ Գրիշա Գրիգորյանը ակտիվանում է արդեն այո հանդիպումը, իհարկե Չելսին այլ տարբերակ չունի, պետք է մտածի առաջին հերթին հանդիպանաշիվը կրճատելու, հետո հավասարեցնելու մասին Լեռնային Արցախն իհարկե կփորձի որքան հնարավոր է պահպանել այս առավելությունը, իհարկե եթե եւս մեկ գնդակ հեղինակի Լեռնային Արցախը մեծ հաշվով կմոտենա 3 միավորին, բայց իհարկե կախված հանդիպման րոպեից դա հիմա իհարկե այս խաղում հաղթանակ շնորհել Լեռնային Արցախին կամ նույն տարբերությամբ իհարկե պարտություն համարել Չելսին այս հանդիպան ընթացքում պետք չէ, քանի որ դեռ ամբողջական 20 րոպեներ մեզ սպասվում են այս հանդիպան ընթացքում։ Չուխաջյանը նետում է եսնից Էրիկ Պողոսյանին։ Պողոսյան փոխանցում առաջ Իսրայելյանի մոտ է հայտնվում գնդակը Սմբատ Պողոսյան ձախից կա Խալափյան ուղարկեց գնդակը ներողություն ոչ թե Խալափյանն էր այլ Արմեն Ասատրյանը, բայց Ասատրյանի փոխանցում այստեղ թույլ ստացվեց, այո Արսեն Ասատրյանին չասամ գնդակը Սարգսյան գեղեցիկ գործեց, այո շատ լավ փակեց մարմնով մրցակցին, հետո էլ փոխանցում իրականացեց, նորից Սարգսյանն է գնդակով կա փոխանցում դեպի աջ եզր Մանգասարյան թողեց Սարգսյանին ու վտանգավոր իրավիճակ է, բայց այո այստեղ ստացեց վերջնական հարվածը, դիպուկ իհարկե Արսեն Սարգսյանի հարվածը կարող էր մահացու լինել, եթե թույլ տային նրան այսպես ասած շատ լավ հարված կատարել, խանգարեցին ամենայն դեպս Արսեն Սարգսյանին թույլ չտվեցին հարվածը Սարգսյանի մոտ դիպուկ ստացվի։ Մանգասարյան դեպի կենտրոն է ուղարկում գնդակը Համբարձումյանի ուղղությամբ Մանգասարյան ու կրունկով փորձեց Արսեն Սարգսյանին գտնել Տուգանայինի մատույցներում, բայց
Ստացվեց փոխանցումը հիմա ես իսկ նետեն Չելսիի ֆուտբոլիստները Չուխաջանն նետում իրականացված է, բայց այստեղ Մանգասարյանները Արսեն Սարգսյան ու նորից Չելսին կարողացավ խլում իրականացնել գնդակի, բայց պետք է այս խլումը միայն այսքանով իհարկե սահմանափակել, պետք է շարունակություն հաղորդել Լեռնային Արցախը նորից վերականգնում է գնդակը եւ այո կարողանում են հիմա էլ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից, ճիշտ է դեռ ոչ, ամբողջական Ասրյան շատ վստահ են գործում իսկապես Արցախի ֆուտբոլիստները, խնդրեմ դարպասապահ Ասրյանի փոխանցումը Համբարձումյանը դեպի աջ ուղարկեց Կոստանձյան Եվ գտան Արսեն Սարգսյանին արդեն առջևում Պահում է գնդակը Սարգսյանը չստացվեց փոխանցումը պարզապես Գրիգորյան, Պողոսյան, հիմա գուցե սրի Պողոսյանը հանդիպումը Սա փոխանցում էր ուղիղ Ասրյանի ձեռքերին բաժին ասավ գնդակը Այո փորձեց հարվածային դիրք դուրս բերել Իսրայելյանին, բայց փոխանցումը այնքան էլ հաջող չէր իսկ Ասրյանի այս փոխանցումը Մանգասարյանի դարպասի գրավումը 4-1 Հարություն Մանգասարյան 4-1 դարձավ հանդիպան հաշիվ, այո արդեն եռապատկում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստների իրենց առավելությունը Եվ իհարկե արդեն այս գոլով Լեռնային Արցախը բավական մոտենում է հերթական 3 միավորին էլիտիկայի այս խաղարկությունում իհարկե ով կմտածեր, որ հանդիպումը նմանատիպ սցենար կունենա ճիշտ է դեռ Կրկնում եմ պետք չէ Չելսին հանել հանդիպումից, բայց իհարկե այս հարվածները, եթե այսպես են ստացվում, իհարկե դրանք փրկության հարվածները համարել պետք չէ, քանի որ հիմա Իսրայելի հարվածը բարձր ստացվեց, այո Չելսին այն եզրափակիչ մասում գրոնների այսօր այնպես չի գործում, ինչպես մենք սովոր ենք տեսնել նրանից Կաստ իհարկե այս գնդակին Հասավ ու այն պայեց Նիկոլայ Համբարձումյան դաշտի սահմանները նույնիսկ փոխանցում կատարեց պարզապես մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը Պապիկյան Հարությունյան Տեպի Պողոսյան ուղարկեց գնդակը Չուխաջան Տեպի կենտրոն գտավ, կենտրոնում Հարությունյանի ներվից փորձ ու Ասրյան Այո, ամենավտանգավոր հարվածը երկրորդ խաղակեսում Չելսիի ֆուտբոլիստների կողմից, բայց Ասրյանը շատ վստահ գործեց այստեղ Պողոսյան մեկը պումով դեպի Հարությունյանը Բայց այստեղ Ավարտվեց Չելսիի գրոհը Կոստանձյան դեպի Ասրյանը Կենտրոն փոխանցում դարպասապահից Ակոբյանին բաժին ասավ գնդակը մրցակից Ակումբից իսկ այս փոխանցումը լավն էր իհարկե եթե Պապիկյանին հասեր, բայց Ասրյանը մասամբ իհարկե սխալ ուղղեց Իսրայելյան Կրունկով գեղեցիկ էր Պապիկյան, Ասատրյան ու Ասրյան բրավո Այո, սեյվ դարպասապահից փրկում է հիմա վերահաս գոլից Սերգեյ Ասրյանը Լեռնային Արցախին շատ գեղեցիկ խաղարկում տեղի ունեցավ Իսրայելյան Պապիկյան, Արսեն Ասատրյան այս երրորդի միջև ու Ասատրյանի հարվածը այնպես չէ որ վատ էր ստացվել պարզապես Ասրյանը ճիշտ դիրքում էր ու կարողացավ ետ մղել այս հարվածը Պողոսյան, գուցե Պողոսյանը հարվածի ոչ թողնում է Հարությունյանին ու ահա տեսեք, հիմա էլ Համբարձումյանն է շատ վստահ գործում փակելով այս փոխանցման ճանապարհը Բայց անկյունային իրականացնի ամենայն դեպս Չելսին այս իրավիճակում ուժեղ փոխանցում
Բայց այստեղ ստացվեց գնդակը պայել դաշտի սահմաններում ու արդեն եզիս նետում են պետք է նետեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Համբարձումյան դեպի Նիկոլայ Համբարձումյան ուղարկեց Տիգրան Համբարձումյանը գնդակը, բայց հետո արդեն գրոյ շարունակության ընթացքում կորցրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակ ու Էդիկ Պողոսյանը խորքից ուղարկում է Սմբատ Պողոսյանին գնդակը Պողոսյան լավներ անցումը Պողոսյան շարունակությունը Իսրայելյան ու նորից Համբարձումյանն է փակում գնդակի ճանապարհով շատ հանձնուրացաբար են գործում Լեռնային Արցախի պաշտպանները իսկապես շատ վստահ են գործում ու թույլ չեն տալիս հարվածները դեպի Լեռնային Արցախի դարպասը իսկապես Չելսին այնպես չէ որ շատ է հարվածել երկրորդ կեսում իհարկե Ասատրյանի հարվածը հիշենք հիմա Իսրայելյանինը բարձր ստացվեց 2 դրվագում Իսրայելյանի հարվածները չստացվեցին երկրորդ քաղաքեսի մասն է խոսքը ընդամենը 1-2 վտանգավոր հարվածներ որոնք իրականացել երկրորդ կեսում Չելսին բայց առայժմ երկրորդ քաղաքեսում գրավել Լեռնային Արցախի դարպասը Չելսի ֆուտբոլիստերի մոտ չի ստացվել փոխարեն առաջի կեսում գրանցված արդյունքից հետո մեկ դարպասի գրավում ունենք ու հենց Լեռնային Արցախն է կարողացել երկրորդ կեսում մեծացնել իր առավելությունը Պապիկյան գուցե հիմա ստացվել որևէ բան բայց ոչ նորից չեղությամբ է ստացվում Պապիկյանի կատարած հարվածը հիմա էլ ու Լեռնային Արցախի պատասխանը Մանգասարյան կա Սարգսյանը բայց փոխանցումը թույլ ստացվեց Համբարձումյան Դեպի աչի ուղարկում գնդակը Հարություն Մանգասարյանն այստեղ է Մանգասարյան ու հասրեց Շուխաջյանը փակել այս փոխանցման ճանապարհը անկյունային է վաստակել Լեռնային Արցախը Արա քաղարկում Մանգասարյանի մոտ է գնդակը կրունկով գեղեցիկ էր բայց Շուխաջյանը այստեղ էլ հաստրեց փակել գնդակի ճանապարհը Արսեն Ասատրյան ու Գուցե Չելսիի մոտ որևէ բան հիմա ստացվի Սմբատ Պողոսյան ոչ ընկավ արդեն գրոյի տեմպը Պապիկյան թույլ է ստացվում հարվածը Ասրյանն էլ վերցրեց գնդակը ուժեղ փոխանցում կատարեց առաջ բայց այստեղ չկար ոչ ոք անկերներից ով կհասներ այս գնդակին Պողոսյան Աչեզրով արագացում Պողոսյանից փոխանցում Կոստանդյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին անկյունային իրականացնի Չելսին ամեն դեպքում այս գրոյի արդյունքում Պողոսյան փոխանցումն էլ կա ու այստեղ արդեն հեռացեց գնդակը Մանգասարյանը Շուխաջյան Դեպի Սմբատ Պողոսյանն է գլորում գնդակը Պապիկյան և եզրային նետում է վաստակում Չելսին Հարությունյան ու նորից եզիս կնետի Չելսին այո արդեն կորցել է գնդակը բայց վերջում Լեռնային Արցախի ֆուտբոլիստին դիպավ նոր լքեց դաշտի սահմանները գնդակը եզրային նետում իրականացրեցին Չելսիի ֆուտբոլիստները բայց այսքանով էլ Ավարտվեց Չելսիի սպասվելի գրոհ Պողոսյան հիմա ևս մեկ փորձ Սմբատ Պողոսյան ու ինչ է այստեղ կարծում եմ մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը Շուխաջյանը հիմա էլ չի ստացվում եւ Արսեն Սարգսյանը իհարկե Ծափարություն է Սարգսյանին գնդակը հեռացեց խաղադաշտից եւ հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանանք Սմբատ Պողոսյանի դեմ պայքարում խաղում կար թե ոչ Այո կայացեց մրցավարի վերջնական որոշումը կար խաղում Սմբատ Պողոսյանի դեմ պայքարում բայց Տուգանային հրապարակից մի փոքր դուրս էր Պողոսյանը ու հիմա ոչ թե 11 մետրանոց այլ Տուգանային հարված է վաստակել Չելսին բայց բավական վտանգավոր գոտում գնդակի մոտ է Արմեն Ասատրյանը ու տեսնենք Արմեն Ասատրյան բայց բավական բարձր ստացվեց հարվածը Ասատրյանի մոտ ու արդեն հարված է լինելու Լեռնային Արցախի դարպասից այո փաստ ենք Լեռնային Արցախը այսօր կարժանանա 3 միավորի արդեն ժամանակի տեսանկյունից Չելսին պարզապես
Ոչինչ, հասցնել չի կարող 7 րոպե միջև հանդիպան հիմնական ժամանակի ավարտ ու իհարկե 3 գնդակ պետք է առնվազն Չելսին հեղինակի պարտությունից խուսափելու համար, բայց այսպիսի արվածներով իհարկե որը երկրորդ քաղաքեսում ենք տեսել, այսպիսի սպառնալիքներով իհարկե Չելսին Լեռնային Արցախի դարպասը պարզապես 3 գնդակ մի փոքր չասենք անհնարին է, հիմա մեկը կարող էր Արսեն Ասատրյանը, բայց հասցրեցին նույնիսկ այս դեպքում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հեռացնել գնդակայու անհնարին ոչինչ չկա, պարզապես իհարկե գրոնների սրությունը Չելսիի մոտ այսօր չի ստացվում եւ այո, փաստենք որ իհարկե ինչքան էլ որ փորձում ենք հավատալ Չելսիին, բայց իհարկե Լեռնային Արցախը ամեն դեպքում արժանացել է արդեն իր այսօրվա խաղում 3 միավորին ու Լեռնային Արցախը կունենա մրցաշարային աղյուսակում այսօրվա վաստակած 3 միավորից հետո 21 միավոր ու 3 միավոր կզիջի եւ Վիլյարեալին եւ Կադիսին, բայց իհարկե դեռ խաղերի քանակով Լեռնային Արցախը պետք է հանդիպումներ անցկացնի, որպեսզի հավասարվի Կադիսին, այսինքն իրատեսական շանս ունի Լեռնային Արցախը երկրորդ հորիզոնական վեր բարձրանալու, միայն կզիջի Վիլյարեալին, ով կրկնում եմ շատ լավ մրցաշրջան է մեկտարկել, տեղին Սուզանավուի բոլոր խաղերում տարել է հաղթանակ, 8 հանդիպում 8 հաղթանակ այսպիսի արդյունք ունի Լեռնային Արցախը Էլիտ լիգայի այս խաղարկությունում Ասրյան ուժեղ Հոխանցում առաջ, այստեղ Հակոբյանին է բաժինացնում գնդակը Գրիշա Գրիգորյանն, Էրիկ Հարությունյան, դեպի Գրիգորյանը ստացվեց այս փոխանցումը, գտավ կենտրոնում էլ Ասատրյանին, փոխանցում Պապիկյան ու ստացվեց, այո Չելսիի մոտ մեկը խփել 4-2 դարձրեց Ժիրայ Պապիկյանը հանդիպան աշիվը Ժիրայ Պապիկյան 4-2 սենարում հանդիպանաշիվը հանդիպանավարտից 4 րոպե առաջ այո հիմա իհարկե եթե կարող էր Չելսին այսպես եզրափակել իր գրոհները ինչու չէին անում մի ամբողջական երկրորդ խաղակեսում որ սպասեցին իհարկե այս 21 րոպեները անցնեն նոր 46 րոպեի դրությամբ Չելսին կարողանում է մեկը հեղինակել Պողոսյան կա փոխանցում բայց այստեղ էլ Փակվեց Սմբատ Պողոսյանի փոխանցման ճանապարհը 1-2 րոպեվա ընթացքում եթե Չելսիի մոտ ստացվի եւս մեկը հեղինակել իհարկե կմտածեն գոնե չպարտվելու մասին ամենայն դեպս իհարկե դեռ անուսալի է Չելսիի իրավիճակը թվում բայց աննշան հույսեր Պապիկյանը արթնացնում է հիմա ստանդարտ է իրականացնելու Չելսին ու տեսնենք այս ստանդարտը հիմա էլ Սմբատ Պողոսյանն է տեղադրում գնդակը նա իրականացնելու հարվածը իհարկե կարծում եմ անմիջապես հարված կհետևի դարպասի ուղղությամբ շատ մոտ է Պողոսյանի դիրքը կա մրցավարի Սուլիչը Սմբատ Պողոսյանը մոտենում է հարվածում է բայց բարձր է ստացվում Պողոսյանի հարվածը եթե այո գոնե հիմա որևէ վաստացվեր ապա կարելի էր մտածել չպարտվելու մասին բայց առանց այն էլ Ասրյանը չի շտապում հանդիպան ավարտին էլ մնացել է 4 րոպեից քիչ արդեն ու 2 գնդակ է անհրաժեշտ Չելսիին գոնե չպարտվելու համար Չուխաջյան Ստացվեց ամենայն դեպս մնալ գնդակով Չուխաջյանի մոտ ուղարկում է գնդակը դեպի Գրիգորյանը Գրիգորյանն էլ պահեց նորից Չուխաջյան թողեց Հարությունյանին ձախից կա Պապիկյանը գնդակի տեղափոխություն դեպի Ժիրայ Պապիկյանի ուղղությամբ բայց այստեղ արդեն Պապիկյանը լավ չկարողացավ մշակել գնդակ ու Առաքելյանն է նետում եզից Մանգասարյանին Մանգասարյան երկար փոխանցում առաջ Հարությունյանն է այստեղ էլ Հակոբյան Չուխաջյան կա փոխանցում Կոստանյանը հեռացեց երկրորդ դրվագում նույնպես ու եզից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները Պողոսյանը Հարությունյանին նետեց ստացավ պատասխան փոխանցումը
Պողոսյանը լավներ անցում է, փոխանցում Արսեն Ասատրյանին, իսկ ինչու չարված է ցենց Ասատրյանը։ Իհարկե հասկանալի է փորձեց Պապիկյանին տալ արվածի հնարավորությունը ու հետո էլ արդեն ստիփած եղավ խախտելով խաղի կանոնները Ձերս պայլ մրցակցին հակագրոհից երկար փոխանցում ու տեսեք որտեղ է Արամ Կոստանդյանը հայտնվել պաշտպանությունից մեկ ակնթարթում իհարկե արդեն արձակմանը միտվեց Գրիգորյան ինչու փոխանցեց Ժիայ Պապիկյանին ու հետո ստիփած եղավ Առաքելյանը խախտել խաղի կանոնները Պապիկյան նորից Գրիգորյան հարված ուշեղ է ստացում Գրիշա Գրիգորյանի այս փորձը Հիմա փոփոխություն է տեղի ունենում երկու թիմերի կազմում էլ Առաքելյանը լքեց խաղադաշտը Հարությունյանը նույնպես տեսնենք արդեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կառաջարկեն Կոստանդյան Ասատրյանը խլում իրականացեց դեպի Պապիկյան ուղարկեց գնդակով է հարվածելու Պապիկյան Գրիգորյանը գուցե հարվածի ոչ Պողոսյան հարվածը կա ու այստեղ էլ արդեն Համբարձումյանն է Պագուսամատ Պողոսյանի հարվածը իհարկե բացի Պողոսյանից բոլորը ավելի նպաստավոր դիրքում էին քան Սմբատ Պողոսյաններ հիմնական հարվածը կատարելու համար ու խնդրեմ այդ իսկ պատճառով Չելսին չունեցավ դարպասի գրավում այս իրավիճակում Պապիկյան թողեց գնդակը Իմայել Պողոսյանին, բայց Մանգասարյանը խլում իրականացեց այս իրավիճակում եւ շատ հաջող փոխանցում է կատարում դեպի Սարգսյանը, Արսեն Սարգսյան, Համբարձումյան դեպի Ալեն Սարգսյան ու գրոհի անցնում արդեն մանր քայլերով Լեռնային Արցախը Ջուխաջյան այստեղ փակեց գնդակի ճանապարհը եւս մեկ փոխանցում ու այսքանով էլ ավարտվեց Լեռնային Արցախի գրոհը, բայց իհարկե դա Լեռնային Արցախին չէ, հետաքրքրում է Պողոսյան ռիսկի դիմեց, բայց շատ վստահ գործեց Հակոբյան կա փոխանցումը փակվեց այստեղ է փոխանցման ճանապարհ իսկ հետո արդեն Հակոբյանը օթային պայքարում խախտեց խաղի կանոնները Համբարձումյանի դեմ Խաղարկում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները ստանդարտ է, բայց հանդիպում են այստեղ է լավ վարտվում է գոլարատ խաղում Լեռնային Արցախը հաղթում է Չելսին 4-2 հաշվով ու արժանանում իր հերթական 3 միավորին այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք